Արգելի գործընկերներ, նորից հայտարարությունը վերաբերում է կൂտակային կենսաթոշակային համակարգին։ Այն ինչ կատարում է ներկայումս այս հարցի վերաբերյալ զավեշտ է հիշեցնում, որովհետև գործադիր իշխանությունը իր ամբողջ կազմով վերից վար հարձակվել է այս համակարգի դեմ հանդես եկողների մոտեցումների եւ անձանց վրա, նախ խախտելով սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը, որոնք որ պարտավորեցնում են գործադիր իշխանությանը գործել միայն օրենքով նախատեսված լիազորությունների սահմաններում, ավելին ապատեղեկատվություն եւ կեղծ թեզեր տարածելու միջոցով նաեւ ապակողմնորոշել է ոչ գործադիր իշխանության, բայց փաստացի իշխանություն ունեցող բարձրագույն պաշտոնատար շատ անձանց։ Որպես վկայություն այս ամենի հնչում են տեսակետներ, հնչում են համոզմունքներ, որոնք որ իրականության հետ որևէ առնչություն չունի։ Մեր գործընկերներից շատ հարգարժան պատգամավորներից մեկը հանդես է գալիս հայտարարությամբ, թե որքան կարևոր է այս համակարգը պարտադիր բաղադրիչ է եւ ոչ ավել, ոչ պակաս վկայակոչում է միջազգային փորձը։ Այն ձևով են վկայակոչում մարդիկ, կարծեք թե հենց իրենք այդ համակարգից սնված կամ այդ համակարգին ուղղակիորեն ծանոթ մարդիկ են։ Այս ամբիոնից, բարձր ամբիոնից վստահաբար հայտարարում եմ, միջազգային որևէ լավագույն փորձում նման բան չեք գտնի, այն ինչ պարտադրվում է Հայաստանին։ Եթե ցանկություն ունեք, հանենք տեղեկանքներով ներկայացնեք։ Որևէ այստեղ խնդրեմ չկա, մենք կարող ենք դա անել։ Ավելին, կարող են այդ անել են ակտիվիստները, ովքեր որ այսօր վճռականորեն կանգնած են եւ պայքարում են պարտադիր կൂട്ടակային բաղադրիչի դեմ։ Իդեպ շնորհակալություն եմ ուզում հայտնել այս ամբիոնից իրենց այդ վճռականության համար։ Եվ ուզում եմ հորդորեմ նաև գործատուներին, որ չենթարկվեն գործադիր իշխանության ճնշումներին, չենթարկվեն սադրանքներին, որովհետև այսօր նրանց հիմնական գործողությունը ուղղված է հետևյալին՝ ստեղծել կոնֆլիկտ աշխատող գործատու հարաբերություններում, որպեսզի կարողանան իրենց նպատակին հասնել։ Եվ ես կոչ եմ անում նաև ձեզ, քաղաքական մեծամասնության իմ հարգելի գործընկերներ, դուք էլ մի ենթարկվեք այդ սադրանքներին։ Ավելին, մարտի 28-ի նշանակված սահմանադրական գործի քննության ընթացքում մի միջամտեք սահմանադրական դատարանի անաչառությանը։ Թողեք, որ այս մարմինը, սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմինը կարողանա օբյեկտիվ հենքի վրա կայացնել որոշումներ։ Հակառակ դեպքում կստացվի եւ պետք է արձանագրենք, որ դուք ոտնահարում եք նաեւ սահմանադրությունը։ Իսկ իմ գործընկերներին, ովքեր որ կարիք ունեն տեղեկատվության եւ ուզում են իսկապես ճշմարտությունը հասկանալ, պատրաստ ենք մենք ամբողջությամբ տեղեկատվությունը տալ, որևէ այստեղ սահմանափակում չունենք։ Այնպես որ կոչ եմ անում միասին պայքարենք ընդդեմ կൂട്ടակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի։